Թույլ տվեք շնորհավորել ձեր եւ ձեր ընտանիքի անդամների ամանորը եւ Սուրբ Ծնունդը եւ իմ լավագույն մաղթանքները հղել։ Խնդրեմ հարցեր, առաջիկա առավելագույնը 1 ժամվա ընթացքում պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին։ Պարոն Փաշինյան, ամիսներ շարունակ, երբ որ դուք սկսեցիք եկեղեցու եւ գաղափարի հետ կապված գործընթացները, դուք այդ ամեն ինչը փաթեթավորում եք եւ արդարացնում եք որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդի գործընթացներ, այսինքն դուք այդ ամեն ինչը ներկայացնում եք, որ դուք ընդհանրապես քաղաքացի եք, հայ առաքելական եկեղեցու հետևորդ եք անում այդ ամենը։ Սակայն նախորդին հունվարի 4-ին ուշ երեկոյան դուք ստորագրեցիք հայտարարության տեքստ 10 եպիսկոպոսների հետ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Սրանով իրավաբաններն ասում են, որ դուք սահմանադրական կարգ եք խախտել եւ առնվազն ձեզ սպառնում է 10-ից 15 տարվա ազատազրկում։ Ինչու եք ստանձնել մի գործընթաց, որը ձեր թիկունքում հեռանկար ունենալով, որ դուք կարող եք ազատազրկվել 10-ից 15 տարի։ Եվ մի դիտարկում եմ ուզում անել, պարոն Փաշինյան, դուք դեկտեմբերի 31-ին մինչ հրապարակում հմայվում էիք դրոններով շոուով, Հայաստանի շատ գյուղերի բնակիչներ, հազարավոր քաղաքացիներ, երեխաներ մթության մեջ ցուրտ տանը դիմավորում էին նոր տարին։ Դուք ստանձնել եք ավելի քան 6 ամիս, կես տարի հեծի կառավարումը։ Ստացվում է, որ ոչինչ չի փոխվել, ավելի վատացել է իրավիճակը եւ ընդամենը մեկ մարդ է շահել Ռոմանոս Պետրոսյանը, որը Սամվել Կարապետյանի հաշվին լավ, այսպես աշխատավարձ է ստանում։ Նախ ես կարծում եմ, որ այն փաստը, որ մարդիկ եղել են մարդիկ, որ ամանորի գիշերը անցկացրել են հոսանքազրկված բնակավայրերում, ցույց է տալիս այն կառավարման արդյունքները, որ նախորդիվ շրջանում իրականացվել է Հայաստանի էլեկտրական ցանցերում եւ այն process-ները, որ վերջին ամիսներին դուք տեսել եք սկսած մայիսից, հենց դրա արդյունք են, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը չեն կատարել իրենց ներդրումային պարտավորությունները եւ մասնավորապես Հայաստանի մարզային բնակավայրերում։ Եվ 6 ամսվա ընթացքում, եթե 6 ամսվա ընթացքի process-ները տեղի չունենային, հոսանքազրկված բնակավայրերի թիվը կլիներ ոչ թե ձեր նշածը, այլ ձեր նշածից 3 անգամ ավել, եւ ես հիմա այդ թվում շատ լուրջ կասկածներ ունեմ, որ այդ ամենը արվում էր երկար ժամանակ Հայաստանում քաղաքական դժգոհություններ գեներացնելու համար, թաքնված լինելով Հայաստանի առանցքային կրիտիկական ենթակառուցվածքներից մեկի թիկունքում։ Եվ այդ թվում Ռոմանոս Պետրոսյանի եւ իր գործընկերների եւ մեր մյուս գործընկերների գործունեության արդյունքում պարզվեց, որ Հայաստանի Հանրապետությունում չկա գոնե մի ընտանիք, որից այս ընթացքում Հայաստանի էլեկտրական ցանցերը նախորդող շրջանում փող չեն գողացել, շատ կոնկրետ։ Պետական հիմնարկներ, զորամասեր, այդքան խոսում ենք բանակի եւ պետության մասին, եւ այդ ամեն ինչը դրա արդյունքներ, եւ ես համոզված եմ, որ մենք ճիշտ որոշում ենք կայացրել, արդարացված որոշում ենք կայացրել։ Ես համոզված եմ, որ մենք այդ որոշումը կկարողանանք պաշտպանել բոլոր ատյաններում եւ դուք դա կտեսնեք։ Այնպես որ ես ցավով եմ եւ ներողություն եմ խնդրում բոլոր այն քաղաքացիներից, ովքեր ամանորյա գիշերը մթության մեջ են դիմավորել, ներողություն խնդրում եմ այն բանի համար, որ այդ որոշումը, որ ես կայացրել եմ մայիսին, եւ այն պետությունը, կառավարությունը եւ պետական մարմինները են որոշումները, որ կայացրել են հետագայում, այդ որոշումները չեն կայացրել 3 տարի առաջ, 5 տարի առաջ, 7 տարի առաջ։ Այդտեղ մենք սխալվել ենք եւ մենք հիմա պետքա մեր սխալները ուղղենք։ Եվ իմիջիայլոց, որ ասում եք Ռոմանոս Պետրոսյանն շահել են նաեւ Հայաստանի էլեկտրական ցանցերի բազմաթիվ աշխատողներ, ովքեր երկար ժամանակ տարիներով ի տարբերություն Վերնախավի պարգևավճարներ եւ հավելումներ չեն ստացել Ռոմանոս Պետրոսյանի
գործունեության մեկնարկից հետո այդ թվում հավելումներ են ստանում եւ ընդհակառակը ղեկավար կազմը չի ստանում այնքան հավելումներ եւ դուք այնպիսի բացահայտումներ կտեսնեք այնտեղ մարդիկ են եղել որ տասնյակ միլիոնավոր դրամներով են հավելումներ եւ պարգևավճարներ ստացել բայց ինչի կառավարությունը մեկը 1000 դրամ պարգևավճար է ստանում ամիսներով գրվում է դրա մասին այդ ինչի է մեր մամուլը լուր հետաքրքիր այդ ինչի է մեր մամուլը լուր Այդ ինչի է մեր մամուլը լուր են դեպքերի մասին, երբ որ մեր հաշվի մարդիկ վարկեր են ստացել, տարել դրել իրանց անձնական, իրանց ընտանիքի անդամների, իրենց հորեղբայրների, մորեղբայրների, քեռիների, բաժանաղների, բիզնեսների մեջ։ Հետաքրքիր է այդ ինչի է մամուլը տենց լուր։ Ինչի այդ տասնյակ միլիոն եւ տասնյակ միլիարդ դրամները, որոնք գողացվել են Հայաստանի Հանրապետության կոնկրետ անուն ազգանուն հեռախոսի համար ունեցող հասցե ունեցող քաղաքացիներից բան են, հա, տենց ուշադրության արժանի չեն, այլ որևէ տեղում ենթադրենք 1000 դրամ ավել ծախսված որևէ միջոց կոնկրետ նպատակային դա է ուշադրության արժանի։ Ինչ ով է ձեզ ասել մասնավոր միջոցներ։ Էցի միջոցները ձևավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, սպառողների վճարած վարձերից, վճարներից։ Հենց այդտեղ է որ այդ ամբողջ խնդիրը Հեծում չկա մասնավոր միջոց։ Հեծում մի րոպե սպասեք։ Հեծում կամ վերցրած է վարկեր, որի համար էլի վճարում ենք մենք։ Հեծում կամ գործում է էլեկտրոէներգիայի սակագինը, որի համար վճարում ենք մենք։ Դեռ քիչ չի որ էլեկտրոէներգիայի սակագնի համար մենք վճարել ենք, քաղաքացիները վճարել են։ Հավելագրումներ են արվել պետական հիմնարկների վրա, մասնավոր հիմնարկների վրա։ Հայաստանի Հանրապետությունում մի ընտանիք չկա, որից հեծը ձեր նշած անձանց կառավարման շրջանում փող չի գողացել։ Մի այդպիսի ընտանիք չկա։ Մի այդպիսի հիմնարկ չկա։ Մի այդպիսի մարդ չկա։ Մի հոգի։ Երևի մենակ իրանցից էլ ըստ ամենայնի գողացած կլինեն։ Ինչ վերաբերվում է Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման խորհրդին, գիտեք, ես հիմա վարչապետ եմ, չէ՞ որպես ձեր առաջ հանդես գալ, ես քաղաքացի չեմ։ Ես քաղաքացի եմ նաև, ես Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ եմ նաև։ Հիմա ասենք այդ փարիսեցիությունը ինչի համար, շատ լավ ես կարող էի բան անել գրել Նիկոլ Փաշինյան Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Եվ դուք այսօր բրիֆինգին հարց կտայիք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Նիկոլ Փաշինյան, բա դուք ինչ գործ ունեք վարչապետի կեցավայրում։ Ինչի՞ չեք գնացել Իջևանի ձեր Ասլանյան փողոց, չգիտեմ, 10 տան բանում բնակարանում բան արել, կազմակերպել այդ հավաքը եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն ես չեմ կարծում, որ ես չեմ կարծում, թե այդտեղ որևէ խնդիր կա եւ ես էլի ուզում եմ ասեմ, այո, ես հանդես եմ գալիս որպես Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ, բայց հանդես եմ գալիս որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այն օրը մի րոպե ներողություն, այն օրը որ իմ ելույթում ասացի, որ որոշ մարդիկ փորձ են անում Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցին օգտագործել որպես հենակետ Հայաստանի Հանրապետության դեմ օգտագործելու համար։ Ինչ վերաբերում է ձեր մեղադրանքներին, 63-րդ Սաղմոս այդ հարցի պատասխանը տալիս է, որտեղ ասում է անօրենություն փնտրեցին, հոգնեցին փնտրելուց եւ քննելուց։ Թող շարունակեն փնտրել եւ քննել։ Եվ նրանց բացի հոգնությունից ուրիշ ոչի բան չի սպասվում։ Հաջորդ ասել Ֆարազյան։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան, ես հիշում եմ, երբ որ դուք ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր եք, անդրադառնում եք օֆշորային հայտնի սկանդալին, որի մեջ ներգրավված էր նաև նավաստարդ arczepiskopos Կճոյանի անունը։ Նա նաև անցնում էր ապօրինի գույքի հարստացման, այդ գործով, եթե չեմ սխալվում, բայց գլխավոր դատախազությունը այդպես էլ չի հստակեցրել, թե խոսքը մասնավորապես ինչ ապօրինի գույքի մասին է։ Նրա ձեր կողմից բնորոշվել էր Bentley Samo։ Հիմա Bentley Samo-ի հետ եք պատրաստում բարենորոգել եկեղեցին, չունեք այն մտավախությունը, որ այն մեղադրանքները, որոնք հնչեցվում են նույն կաթողիկոսի վերաբերյալ, նույն ձեր հետ փաստաթուղթ ստորագրած եպիսկոպոսները, arczepiskoposները եւս խախտել են այդ ուխտը, ինչպես դուք եք ասում, եւ անդրադառնալով նաեւ ԱԱԾ-ի փաստաթղթին
arczepiskopos-ի վերաբերյալ նա հերկել է, ասել է, որ այդ փաստաթուղթը կեղծ է, սա հարցի այս հատվածը եւ երկրորդը կառավարությունը պարբերաբար արտոնություններ է տալիս այն գործարարներին, որոնց հետ ունի սերտ առնչություն։ Օրինակ այսօր էլ պարզ դարձավ, որ Ջերմուկ գրուպն է ստացել արտոնություն, ավելի վաղ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունը։ Հա, եւ սա նաեւ այն պարագայում, երբ դուք դարձյալ ընդդիմադիր եղած ժամանակ խիստ քննադատում եք ասել այլ ընկերությունը, որտեղ ձեր եղբայրը տարով է մաշում։ Մի րոպե, մեկ օֆշորի մասին էր, արտոնության մասին էր, երրորդ հարցը։ Ինչ արտոնություն շարունակությունը, հա, որ ասել է կեղծը, ես հիշում եմ նաև, որ ասում եք կեցի այն Հայաստանը, որը վաղն է գալու։ Սա էր արդյոք այն Հայաստանը, որը պիտի գար ձեր պատկերացմամբ, շնորհակալություն։ Այդ ես չեմ ասել, այդ Մովսես Գորգիսյանն է ասել, որ կարող է կրկնել եմ եւ այո, ես իմ ամանորյա ուղերձում ասել եմ։ Ես անդրադարձել եմ այդ թեմային եւ ասել եմ, որ այո, սա է այն Հայաստանը, որը պետքա գար, եւ սա լավ Հայաստան է։ Եվ ես ասել եմ, որ սա իրական Հայաստանն է, Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքների պետությունն է։ Ես ասել եմ, որ 2021 թվին մենք ասում ենք, որ ապագա կա, այսօր ասում ենք, որ ապագան այսօր է։ Եվ երբ որ մենք նայում ենք Հայաստանի տնտեսական ցուցանիշները, երբ որ մենք նայում ենք Հայաստանի միջազգային հեղինակությունը, երբ որ նայում ենք Հայաստանում եւ նրա շուրջ տարածաշրջանում հաստատված խաղաղությունը, ըստ էության այո, դա այն խնդիրն էր, որը մենք 2021 թվականին ուզում ենք լուծել եւ մենք լուծել ենք այդ խնդիրը։ Եվ այդ խնդրի լուծումը ակնհայտ է։ Ինչ վերաբերվում է ձեր նշած են, գիտեք, ես եմ տարբեր մարդկանց մասին տարբեր բան ասել, տարբեր մարդիկ են իմ մասին տարբեր բաներ ասել։ Եվ նոր կտակարանում այսպիսի մի դրվագ կա։ Իհարկե, այստեղ խնդրում եմ բան չանել, ես կմեկնաբանեմ դերաբաշխումը վերջում։ Երբ որ այսպիսի դրվագ կա, երբ որ ասում է, երբ որ փարիսեցիները եւ սադուկեցիները տեսան, որ Հիսուս մաքսավորների եւ մեղավորների հետ է նստում, սկսեցին նրա աշակերտներին մոտավորապես նույն հարցերը տալ, ինչ որ դուք եք տալիս աշակերտներին։ Եվ երբ որ աշակերտները դրա մասին ասացին Հիսուս Քրիստոսին, Հիսուսը ասաց, ես բանին առողջներին բժիշկ պետք չի եւ անմեղների համար չեմ եկել, այլ մեղավորների համար եմ եկել։ Հիմի մեզնից յուրաքանչյուրը այստեղ էլի ուշադրություն դարձրեք, ես հանկարծ չվերապահվի, թե մենք այդ սեղանի շուրջ նստած որևէ մեկին Հիսուսի դերակատարում ենք վերապահում, մյուսներին մեղավորի դերակատարում ենք վերապահում։ Մենք ցանկացած քրիստոնյա հետևորդ, հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ցանկացած հետևորդ, ինքը պետքա գիտակցի երկու բան, որ ինքը մեղավոր է, ինչպես մեղավոր է, բառից բուն իմաստով, ինչպես նկատի ունեին նոր կտակարանի մաքսավորներին եւ մեղավորներին, եւ մյուս կողմից, եթե ինքը Հիսուս Քրիստոսի իրական հետևորդ է, ինքը նաեւ Հիսուս Քրիստոսի գործելակերպի, վարվելակերպի, խոսույթի տրամաբանության եւ առաքելության մեջ է։ Ես եպիսկոպոսների մեջ նստում եմ որպես մեղավոր եւ կարծում եմ, ինչ? Իրենք նստում են որպես եպիսկոպոս։ Պատկերացրեք նստում ենք։ Հա, հարկային արտոնությունների մասին շնորհակալ եմ այդ հարցի համար։ Ուրեմն, գիտեք ինչ, շատ հետաքրքիր վերնագրեր կան։ Կառավարությունը արտոնություն տվեց այսինչին, կառավարությունը արտոնություն տվեց այնինչին, մեկը, չգիտեմ, ծանոթ է, մեկը բարեկամ է, մեկը, չգիտեմ, արդեն Սամվել Ալեքսանյանը արդեն դարձավ բան, մեր թիմակից, համախոհ եւ այլն, բոլորը մեր թիմակից եւ համախոհն են, շատ լավ, շատ լավ։ Հիմա եկեք նայենք այդ անունները արտոնություն ստացածների քանի տոկոսն են, քանի մի տոկոսն են, 10%-ն են, 100%-ն են։
Այս համակարգը արտոնությունների կոչվում է գերակա ոլորտում մաքսային արտոնություններ տրամադրելու մասին։ Հազարավոր գործարարներ այդ արտոնությունը ստացել են։ Այդ թվում ընդդիմության հետ կապված գործարարներ, այդ թվում ընդդիմության հետ չկապված գործարարներ։ Եվ ընդ որում այս մեխանիզմը գործում է, եթե չեմ սխալվում, 2017 կամ 2016 թվականին եւ գործում է ինքնաշխատ եղանակով։ Այսինքն կառավարության կարգավորումները այնպիսին են, որ համակարգը աշխատում է ինքնաշխատ եղանակով։ Այսինքն ինչա, կա մոդուլ։ Գործարարները, ընկերությունները իրենց տվյալները լրացնում են եւ ներկայացնում են արտոնությունից օգտվելու, մաքսատուրքի հետաձգման կամ արտոնության։ Կառավարության միակ դերը ստուգելն է, իրենց դրած տվյալները համապատասխանում են իրականությանը, թե ոչ։ Եվ եթե համապատասխանում են իրականությանը, կառավարությունը իրավունք չունի այդ արտոնությունը իր իսկ որոշման համաձայն չտա։ Հիմա դուք ասում եք կամայական որևէ անուն, ստացել է այդ արտոնությունը, իհարկե ստացել է։ Չնայած էլի ասեմ, թե շատ մանրամասներին չեմ էլ տիրապետում, որովհետև դա ինքնաշխատ համակարգ է։ Հիմա այդ ձեր նշած անունները ընդհանուր առմամբ այդ արտոնություններ ստացածների քանի տոկոսն են։ Այդ արտոնություններ ստացածների ես ճշգրիտ տոկոս չեմ կարող հիմա հաշվել ասել, բայց համոզված են 2%-ն են, 3%-ն են։ Այսինքն հազարավոր ընկերություններ ստացել են, ստանում են եւ կստանան։ Եթե այդ հազարավոր ընկերությունների մեջ կա ընկերություններ, որոնք ինձ բարեկամ են, համոզված եղեք, այդ ընկերությունների մեջ կան ընկերություններ, որոնք ձեզ են բարեկամ, ձեզ են բարեկամ, ձեզ են բարեկամ, ձեզ են բարեկամ, բացառում եմ։ Շատ լավ, ձեր անազգանուն կտակ եւ մենք ձեր բարեկամին կգտնենք առաջիկա, ես ամենայն լրջությամբ եմ ասում։ Ես բացառում եմ, որ այդ արտոնություններ ստացած ընկերությունների մեջ ներկաներից, այսպես ներկաներից որևէ մեկի բարեկամ չլինի։ Բացառում եմ, որ ըլնի որևէ ընդդիմադիր падգամավոր եւ ընդդիմադիր քաղաքական գործիչ, որի բարեկամներից մեկը այդ արտոնությունը տաշիր գրոպը գնացեք նայեք, քանի անգամ այդ արտոնությունից ստացել։ Էլով կա, որ հայտնի է որպես ընդդիմության շրջանակում։ Բացառում եմ որևէ ընկերություն, որ այդ արտոնությունից օգտված չլինի, բացառում եմ։ Եվ հետեւաբար կառավարությունը վերնագիր Փայլակ Ֆահրադյանի եւ մյուս լրագրողների բարեկամների ընկերություններին հերթական անգամ տվեց արտոնություն։ Այո, տվել ենք եւ ելի կտանք։ Հաջորդ հարցը եկամուտներից կգնա Փայլակին գոնե։ Այդ իր բարեկամի հարաբերությունների հարցն է, ես չեմ կարող դա կարգավորել։ Պարոն վարչապետ, դուք անդրադառնալով այն մեկնաբանություններին, որ այս օրերին հնչում են, որ դուք խախտում եք ըստ էության սահմանադրություն օրենքները միջամտելով եկեղեցու գործերին, դուք մեջ բերեցիք սահմոսներ, սահմոսով պատասխանեցիք, բայց վարչապետի լիազորությունները կարգավորվում են սահմանադրությամբ եւ օրենքներով, որոնք ըստ էության հստակ սահմանում են վարչապետի լիազորությունները։ Հիմա դուք իսկապես ձեզ չի անհանգստացնում հեռանկարը, որ մի օր ձեր եւ գուցե նաեւ ձեր որոշ թիմակիցների, որոնք այս օրերին շատ ակտիվ գործողություններ են իրականացնում եկեղեցու հետ կապված, ձեր գործողություններին կտրվի իսկապես քրեաիրավական գնահատական, այսինքն դուք այս հեռանկարը բացառում եք եւ երեք երեկոյան դուք հրապարակեցիք հերթական ռելիզը հաղորդագրությունը, չգիտեմ դուք ոնց դա կանվանեք, որ կայացել է խորհրդի նիստ, որը ձևավորել եք 10 հոգևորականների հետ եւ այնտեղ նշվեց, որ փաստորեն ճանապարհային քարտեզը, որը մինչեւ այդ եք արդեն ներկայացրել, դրա իրականացման անցնցում իրականացման հետ կապված որոշումներ են ընդունվել, եթե ես ճիշտ եմ մեջբերում, հնարավոր է մանրամասնեք ինչ որոշումներ եք կայացրել եւ ինչ եք պատրաստվում անել։ Ըստ էության կաթողիկոսը մի քանի անգամ այս ընթացքում ակնարկել է, որ նա հեռանալու մտադրություն չունի, դուք շարունակում եք նույն օրակարգը։ Ինչ գործողությունների եք պատրաստվում դիմել հոգևորականների հետ եւ որտեղ է այդ նիստը տեղի ունեցել։ Դե վարչապետի կեցավայրում է տեղի ունեցել նիստը։ Տեսեք, վարչապետի լիազորությունների հետ կապված ես ուղղակի քանի որ ձեր հարցի մասին նախապես չգիտեի, չեմ պատրաստվել, բայց ես օրինակ որտեղ է գրած վարչապետի այնտեղ որտեղ գրած է վարչապետի լիազորությունների մասին, օրինակ վարչապետը լիազորություն ունի բրիֆինգ անելու։ Կա գրած վարչապետի լիազորությունների մեջ, որ վարչապետը չէ, մի
ունի, հələ մի հատ կնայենք, հետաքրքիր է, որտեղ է ֆիքսված, որ վարչապետը ինքն էլ ամեն շաբաթ բրիֆինգ անելու իրավունք ունի, լրագրողների հարցերին պատասխանելու իրավունք ունի։ Ես նկատի ունեմ կառավարություն վարչապետը ես կարծում եմ, որ երկրի հանրային նշանակություն ունեցող հարցերին պետք է անդրադառնա։ Անկախ նրանից հիմա ես օրինակ վարչապետը ռիլ նկարելու եւ հրապարակելու իրավունք ունի, թե չունի։ Ինստիտուտների միջև եւ դրա համար եւ դրանով ես կամրջում եմ վարչապետի ինստիտուտը, կամրջում եմ քաղաքացու ինստիտուտի հետ, կամրջում եմ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդի ինստիտուտի հետ, կամրջում եմ Նոր կտակարանի ինստիտուտի հետ եւ այլն եւ կամրջում եմ աղոթքի ինստիտուտի հետ, կամրջում եմ քաղաքացու ինստիտուտի հետ եւ այլն եւ այդպես շարունակ։ Ինչ վերաբերում է թե մենք ինչ ենք պատրաստվում անել, ասում եք, որ Կտրիչ Ներսյանը հեռանալու մտադրություն չունի, մենք պատրաստվում ենք այնպես անել, որ ինքը իր մտադրությունը փոխի։ Իսկ ոչ մեկ էլ հեռանալու մտադրություն չի ուներ, մետով է ասում, որ Սերժ Սարգսյանն էլ հեռանալու մտադրություն չուներ, բայց ստիպված էր հեռանալ։ Նույնն է Կտրիչ Ներսյանը ստիպված կլինի հեռանալ։ Բայց մենք դա էլ եմ ասում, ոնց որ արել ենք, դա մենք կանենք անցնցում քրիստոնեական հանդուրժողականությամբ եւ սիրով տոգորված։ Եվ այն դեպքերում դուք նկատել եք, այնտեղ որտեղ ես հետահայաց ինքնահայեցվել եմ եւ տեսել եմ, որ մենք այդ քրիստոնեական հանդուրժողականության եւ սիրո ուղուց շեղվել ենք, ես դրա համար հրապարակային ներողություն եմ խնդրել, պատասխանատվություն եմ կրել եւ այդ թվում արդեն բազմիցս Հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու խորանի առաջ ծնկի եմ գալիս եւ ներում եմ հայցում իմ մեղքերի համար։ Ինչ վերաբերում է քրեաիրավական գնահատականին, Հայաստանի Հանրապետությունը ինստիտուցիոնալ պետություն է եւ համոզված եղեք, եթե իմ արարքներում կամ որևէ մեկի արարքներում, ձեր արարքներում, մյուսի արարքներում լինեն քրեական պատասխանատվության կամ քրեական օրենսգրքի արձագանքի ենթակա արարքներ, դրանք իրենց արձագանքը անպայման կստանան։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։ Դուք խոսում եք օրենքից, որևէ օրենքում գրված չի, որ իրավապահ մարմինները տենստեղ կա, որ չեն կարող մտնել կամ իրավապահ մարմինների մտնելու կարգ գոյություն չունի։ Այդ ամեն ինչը տեղի ունենում օրենքով սահմանված կարգով։ Եվ ինչ որևէ մեկ ուզում ասի, որ Հայաստանի Հանրապետությունում կա տարածք, որտեղ Հայաստանի Հանրապետության օրենքը չի գործում, ոչ, ես համաձայն չեմ այդ ձևակերպման հետ։ Շնորհակալություն։ Մի բան ճշտ եմ, դուք որ ասում եք Հայաստանում չկա մի ընտանիք, որից հեծը գողություն առաջ չլինի, հոսանքի հավելագրումների տեսքով, վստահ հայտարարում եմ, որ մեր ընտանիքից եւ մեր համեստ բնակարանից նախկինում հեծը երբևէ գողություն չի արել եւ հավելագրում չի եղել, հակառակ պարագայում ով է լինել հեծի ղեկավարությունը, մեր թաղի էլեկտրիկից միջև ղեկավարությունն այդ հետևանքները կզգան իրենց մաշկի վրա, իսկ փոխարենը հիմա մենք նկատել ենք վերջին ամիսներին, որ կարծես թե ավել է գրում մեր հոսանքը։ Սա իմիջայլոց։ Չէ, կներեք, դա իմիջայլոց չի, ուրեմն ես ձեր հայտարարությունը շատ պատասխանատու հայտարարություն է եւ ես կարծում եմ, որ եւ հեծը եւ իրավապահ մարմինները եւ վերահսկողություն իրականացնող մարմինները պետքա ձեր կոնկրետ հարցին պատասխան տան եւ հանրությունը հրապարակային կառավարության շենքում արված այս հայտարարությանը պետքա արձագանք ստանա։ Բոլոր մասերին։ Շատ պատրաստ եմ տրամադրել, թող ուսումնասիրեն մեր տան հոսանքի ցուցմունքները։ Մինչ բուն հարցը ձևակերպել է, ես ուղղակի հարցնեմ, ես կարող եմ օգտագործել դոմփել բառը իմ հարցի մեջ ձեզ հղում տալով, թե դա 18+ էթիկայի սահմաններում չէ, թե կարող եմ օգտագործել։ Ազատ եք օգտագործել ցանկացած բառը։ Ուրեմն կօգտագործեմ։ Դուք տեղյակ եք այն խոսակցություններից, այն նաև մամուլի հրապարակումներից, համաձայն որոնց նախ ձեր կողմը անցած եւ այսպես ասած տիրադավ հռչակված եպիսկոպոսներից Վազգեն Միրզախանյանը նախկինում երբ եղել է Վիրահայոց թեմի առաջնորդը
այդ շրջանում սեռական ինտիմ կապի մեջ է եղել իր քահանաներից մեկի կնոջ հետ կամ ինչպես դուք եք ցույց ասել, տոմփել է իր քահանայի կնոջը եւ դրանով իսկ պատճառ է հանդիսացել այդ քահանայի ընտանիքի փլուզմանը եւ մեծ սկանդալի առիթ է դա տվել եւ իրեն ուղղակի վտարել են այդտեղից, որպեսզի ել ավելի մեծ զարգացումներ չլինեն, նաեւ մամուլում հրապարակումներ կան Վազգեն Միրզախանյանի այսպես ֆինանսական մախինացիաների, ենթադրյալ մախինացիաների գործարքների մասին, մի խոսքով լավ հռչակ չի վայելել ինքը վիրահայոց թեմում։ Հիմա դուք այս մարդու միջոցով ինչպես եք փորձում ձեր խոսքերով ասած պայքարել սրբապղծության դեմ, ինքը օրինակապղծությամբ զբաղվել է, պիղծ է, թե սուրբ մաքրամաքուր կենցաղով կուսակրոն հոգևորական է։ Մեկ էլ այսօր կառավարության որոշումներից մեկով տեսա, որ կառավարության ղեկավարին այս դեպքում ձեզ սպասարկող մեքենայի պետհամարանիշը այսուհետ պետք է լինի Ultra Gold Հայաստանի դրոշը եւ ընդամենը մեկ թիվը։ Սա նորից հիշեցեց ձեր խոսքի ու գործի տարբերությունը։ Նախկինում, երբ որ դուք նոր եք ստանձնել այս պաշտոնը, հայտարարում եք, որ երկրի ղեկավարի մեքենան չպետք է ունենա Gold համարներ, պետք է հասարակ լինի, այն ժամանակ նույնիսկ հասարակ համարով էր ձեր Mercedes-ը 136.01 կամ ՍՍ։ Հիմա տենց գնալով ավելի տենց գոլդացավ, հիմա էլ ավելի գոլդ է դառնում։ Սա օրինակ ո՞նց է բացատրում։ Այդքան էական հարց չի, ուղղակի հիշեցեք։ Չէ, էական հարց է։ Ես կարծում եմ, որ այդ թվում դուք գիտեք, որ մենք ժամանակի ընթացքում որոշ մոտեցումներ այո վերանայել ենք եւ վերանայել ենք այն տրամաբանությամբ եւ մենք նաեւ այդ թեմաներով խոսակցություն ենք ունեցել, որ մենք այնուամենայնիվ պետական որոշակի ատրիբուտներ կա, որ մենք պարտավոր ենք պահել եւ այդ ատրիբուտները պահելը մեր անձնական քմահաճույքի հարց չի, այլ պետական արարողակարգերի հարց է եւ մենք պետքա մաքսիմալ փորձենք այդ արարողակարգերը պահել։ Իսկ համարանիշի փոփոխությունը տեղի է ունեցել հետեւյալ տրամաբանությամբ, որ որոշակի ինդիկացիա է եղել, որ գործող համարանիշի վրա գրվող հայերեն ՍՍ տառը այդպես արձանագրվել է որպես Սերժ Սարգսյանի անվանատառեր եւ ոչ թե կոնկրետ անձի հետ կապված, եւ մենք կարծում ենք, որ պետական այդ համարանիշը չպետքա որևէ մեկի անվանատառ կրի, այսինքն հիմա ես էլ չպետք է գրեմ NP001 եւ դե դա չէ, գիտեք, դա իր անձնական ընտրության հարց է, այս դեպքում պետական ընտրության հարց է եւ պետական ընտրությունը կարծում եմ արվել է հենց այդ տրամաբանությամբ եւ արվել է էլի իմ նշած տրամաբանությամբ, որպեսզի արարողակարգային նրբությունները ճշգրտորեն պահպանվեն։ Եվ մենք կարծում ենք, որ այո, այնուամենայնիվ ինչքան էլ մենք ոչ ֆորմալ մոտեցումների կողմնակից լինենք, այդ ոչ ֆորմալ մոտեցումները չեն նշանակում պետական արարողակարգային տրամաբանությունները զրոյացնել եւ մենք կարծում ենք, որ պետք է զուգահեռ լինեն այդ երկուսը, այն էլ լինի, ես շատ դեպքերում ոչ ֆորմալ եմ մոտենում հարցերին, ոչ ֆորմալ միջոցառումների շատ եմ մասնակցում, ոչ ֆորմալ տեսանյութեր շատ եմ հրապարակում, ոչ ֆորմալ շփումներ շատ եմ ունենում, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ֆորմալությունները եւ պետական արարողակարգային նրբությունները զրոյացնենք եւ արհամարենք, որովհետեւ դրանք պետական կարեւոր ատրիբուտներ են։ Ինչ վերաբերում է ձեր նշած առաջին հարցին, ոչ ես նման տեղեկություններ չունեմ, բայց ես ասեմ նաեւ, որ մենք այս գլխից էլ ես հայտարարեցի, որ մեզնից որևէ մեկը անմեղ կամ սուրբ ձևանալու բան չունի, մտադրություն եւ կանխավարկած չունի։ Ընդհակառակը բարենորոգման հայտարարության մեջ արձանագրված է մեր մեղավորությունը եւ պատասխանատվությունը եւ մեր ցանկությունը եւ ընդհանրապես ես կարծում եմ սա չի վերաբերվում միայն եպիսկոպոսներին կամ պաշտոնյաներին։ Մենք ընդհանրապես պետքա հարց տանք մեզ մեր կողմից հայտարարվող բարոյական, հանրային բարոյականության արժեքների եւ մեր ամենօրյա ապրելակերպի հարաբերությունների մասին։ Այս օրակարգը սրա մասին է, որովհետեւ ես բոլորի միջոցով Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր հետևորդները այս օրակարգի մեջ ունեն իրենց անելիքը։ Եվ մենք չենք պատրաստվում հավատաքննության ենթարկել։ Հիմա պատկերացնում եք, այն օրը մենք երթ ենք հայտարարել կամ պատարակ ենք հրավիրում, հիմա մենք մարդկանց հավատաքննության պետք է ենթարկենք։ Դրա համար կա այդ թվում կարգ։ Ես ասացի, ես ինքս գնում եմ խորանի առաջ ծնկի եմ գալիս եւ իմ մեղքերի համար
Թողություն եմ խնդրում, որովհետև իմիջայլոց հավատաքննության չեն ենթարկում եւ այդ հայտարարությունը բացա նաեւ կաթողիկոսի համար, եթե ուզում եմ միանա այդ հայտարարությանը, կարող է ես չգիտեմ, բայց ես կարծում եմ, որ հանրությունը, այդ թվում այդ եւ մնացած բոլոր հարցերի պատասխանը պետք է ստանա։ Եվ իմիջայլոց, եթե ուշադիր եք եղել, ուրեմն բարենորոգման հայտարարության մեջ հատուկ կետ կա, որ պետք է Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին ընդունի նոր կանոնակարգ, որտեղ պետք է ընդունվեն հոգևորականի բարեվարկության ոչ միայն կանոններ, այլև այդ ընդունված կանոնները պահպանելու մեխանիզմներ։ Սա է այդ հարցի պատասխանը։ Պարոն վարչապետ, այսօրվա կառավարության նիստին անդրադարձակ տնտեսական զարգացման ցուցանիշներին ու ուղղություններին, եթե ավելի մասնավորեցնենք, ինչ կոնկրետ գործիքակազմ է կիրառվելու, որպեսզի արտահանման ծավալները ավելացվեն։ Արտահանման ծավալների հետ կապված, գիտեք, ես թերևս էլի Արուճի օրինակը բերեմ, որ կառավարության նիստում անդրադարձած է։ Հիմա Հայաստանում արտադրվում արտահանման, խթանման լավագույն գործիքներից մեկը տնտեսվարողին աջակցելն է արդյունավետությունը եւ արտադրանքի որակը բարձրացնելու հարցում։ Երկրորդը քաղաքական նպաստավոր պայմաններ ստեղծելը եւ արտահանման ուղղությամբ աջակցություններ ցուցաբերելը, ինչը մենք անում ենք Եվրասիական տնտեսական միության սահմաններում արտահանման հնարավորություններ կան, մենք այսօր քայլեր ենք ձեռնարկում, այդ թվում մաքսային ընթացակարգերում աջակցելու կամ մաքսային ընթացակարգերի ծախսերը փոխհատուցելու ծրագրերի միջոցով դեպի Եվրամիություն արտահանումը խթանելու ուղղությամբ։ Հաջորդը տրանսպորտային կապուղիների բացման թեմայով մենք տեսնում ենք, որ արտահանման եւ ներմուծման նոր հնարավորություններ են բացվում եւ իհարկե ընդհանուր առմամբ այստեղ էլ կրթությունը ռազմավարությունների ռազմավարություն է, որովհետեւ նոր շուկան ինքը փակ գիրք է։ Պետք է այդ գիրքը բացել եւ կարդալ։ Որպեսզի այդ գիրքը կարդանք, պետք է այդ գրքի լեզուն իմանանք, գրքի տերմինները իմանանք, գրքի կառուցվածքը իմանանք, որպեսզի այդ գիրքը կարողանանք կարդանք։ Հետևաբար այստեղ էլ օգնելն է, աջակցելն է տեխնիկական, կազմակերպչական եւ կառավարչական կարողությունները բարձրացնելու եւ զարգացնելու հարցում։ Պարոն վարչապետ, եկեղեցու բարենորոգման այս ծրագիրը իրականացնելը արդյոք ներքին պառակտման չի տանում, որովհետև մենք դրա դրսևորումը տարեվերջին տեսանք Մայրաթոռում, երբ երկու խմբի էին բաժանվել մարդիկ, մի մասը պահանջում էր կաթողիկոսի հրաժարական, հեռանալ, մյուս մասը պաշտպանում էր, աջակցում էր եւ այնտեղ իրապարների շնորհիվ բախումներ չեղան, հնարավոր լինեին բախումներ, արդյոք ներքին պառակտման չի տանում եւ ուխտերթի ժամանակ ձեր գնահատմամբ դուք ստացաք հասարակության լայն աջակցությունը, որովհետեւ մեծ մասը, ինչպես կադրերում երևում են կամ մամուլը գրում էր, պետական ապարատի աշխատողներ էին։ Ես կարծում եմ, որ պառակտումը վաղուց է տեղի ունեցել, որովհետեւ Հայաստանի ժողովուրդը ըստ էության հեռացված է եկեղեցուց եւ Հայաստանի ժողովուրդը ավելի ու ավելի պակաս կապ ունի իր եկեղեցու հետ, որովհետեւ եկեղեցու վերնախավի գործելակերպը հենց ժողովրդին եկեղեցին մեկուսացնելն է ժողովրդից, բայց եկեղեցին առաջին հերթին ժողովրդի եկեղեցին է, ժողովրդի համար է եկեղեցին։ Եվ մենք երբ որ տեսնում ենք, հիմա ասում եք ընդհակառակը, այս process-ը մարդկանց ավելի շատ է տանում պատարակների, նույնիսկ ընդդիմադիր գործիչները խորան են բարձանում, պատարակի են մասնակցում, սարկավակ են դառնում եւ այլն եւ այդպես շարունակ։ Մեր խնդիրն է վերականգնել ժողովրդի եւ եկեղեցու միասնությունը, ինչ վերաբերվում է Սուրբ Ծննդյան ուխտերթին, ես կարծում եմ, որ այն բավական մարդաշատ էր, այնտեղ կային պետական պաշտոնյաներ, այնտեղ կային քաղաքացիներ, այնտեղ կային ինձ քանի հոգի զոհվածի մայրեր են մոտեցել այդ երթի ժամանակ, իրանք պետական պաշտոնյա չէին,
մարզերի բնակիչներ են մոտեցել, մարդիկ կային արտերկրից էին եկել, որ այդ երթին մասնակցել, իրանք պետական պաշտոնյա չէին։ Այդ հենց որ նայենք, ես մասնակցել եմ, պետական պաշտոնյա եմ, Օրինակ կառավարության անդամներ եղել են, որ մասնակցել են, եղել են, պետական պաշտոնյա են, բայց բազմաթիվ, այսինքն վարչապետը հրավիրում է երթ եւ պետական կառավարման թիմակիցները պետք է չմասնակցեն, հա, պետք է բոյկոտեն, բայց չմասնակցեն, պետք է ասեք վարչապետը երթ է հրավիրել, նայեք, պաշտոնյաները մի հատ էլ բան են արել, բոյկոտել են, սա նշանակում է կառավարման ճգնաժամ կա Հայաստանի պաշտոնյաներն են մասնակցել, ոչ պաշտոնյաներն են, որովհետև կառավարության ղեկավարը մասնակցում է այդ փաստի բերումով, այսինքն իմ կոչն ա եղել, ես եմ հրավիրել, չեմ ասել պաշտոնյաները չգան, ոչ պաշտոնյաները գան։ Հաշվել եք, ով է հաշվել որ մեծամասնությունը։ Ես էլ ասում եմ, ճնշող փոքրամասնությունն ա եղել պետական ապարատի աշխատող։ Գիտեք ինչ, բոլորը տեսակ, թաքուն ա եղել այդ միջոցառում, թաքուն չի եղել։ Դուք եք ձեր տեսախցիկներով եղել եք, իմիջայլոց, այս խոսակցությանը ի պատասխան, եկեք հաշվեք, քանի պետական պաշտոնյա մասնակցել, ի վերջո հրապարակային կադրերը։ Դուք էլ հաշվեք, մենք էլ հաշվենք։ Վերջում թիվը հրապարակեն, քանի պետական պաշտոնյա մասնակցել, քանի ոչ պետական պաշտոնյա չհանդիսացող մարդ մասնակցել, կտեսնեք, որ ճնշող մեծամասնությունը պետական պաշտոնյա չհանդիսացող մարդ է։ Հաջորդ հարցը Լիպսիմե Ջեբեջան։ Գործընկերներից հետ կապված ձեր դիրքորոշումն եմ ուզում ճշտել, մեր գործընկերներից Ժողովուրդ օրաթերթին զրկել են հավատարմագրումից ազգային ժողովի Հայկ Կոնջորյանին հարց տալու հետ կապված, որպես նախկին լրագրող եւ խմբագիր, ինչ դիրքորոշում ունեք նման դեպքերի հետ կապված։ Հաջորդը դուք 2019-ի օգոստոսին Ստեփանակերտի հրապարակում ձեր հայտնի ելույթի ժամանակ հայտարարեցիք, անուններ եք այնտեղ հնչեցնում, ասում եք, որ եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ապա ինչու են Ռուբեն Վարդանյանը, Վարդան Սրմաքեշը, Սամվել Կարապետյանը միլիոնավոր դոլարների ներդրումներ անում Հայաստանում եւ Արցախում, դուք այնտեղ մեծ ոգևորությամբ հորդորում էիք, ասում եք անուն առ անուն այս մարդկանց պետք է հիշենք եւ հորդորում էիք ծափ տալ, եթե մոռացել եք այդ դրվագը, ես կարող եմ sense կարճ մի պահ ուղակի միացնել, տեսեք ինչ երկար միացրեք լսենք։ Հա։ Մի րոպե։ Չէ, այդ ոգևորության պահը ուղակի։ Չի միանում, չգիտեմ։ Ձայնը քաշ։ Ձայնը կորե։ Ուրն ծափերով ողջուն ենք բոլոր այդ մարդկանց։ Շատ արագացրեք ու ավելի կան։ Եվ որ կարճ դեպի գործընկերներս էլ հասցնեն հարցան, այսպես բուրըն ծափերով ասում եք ողջուն եք։ Ավարտեցիք էլ չեք ուզում միացնել։ Դե կրկնությունն է։ Ովքեր ներդրումներ են արել այսքան միլիոնավոր դոլարների Հայաստանում եւ Արցախում, ծափ տվեցին մարդիկ, ուրախացան, գնացին տներով, հետո ինչ որ կարճ ժամանակ անց դուք գրառում եք անում, ասում եք հեսա քեզ կմիջամտեմ մեր ձևով ստահակ, Սամվել Կարապետյանի բարերար վերցնում եք ճակերտների մեջ, այլևս այդ մարդը չի համարվում բարեգործ ու բարերար, Սամվել Կարապետյանը հայտնվում է բանտում, Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում։ Սրանից հետո մենք տեսանք, որ Սուրբ Աննա եկեղեցու բակում երեք այսպիսի նույն ոգևորությամբ դուք ասում եք, որ ծափ տան այն նույն 10 եպիսկոպոսներին, որոնք դավաճանել են Վեհափար Հայրապետին, թիկունքով են շրջվել նրանց եւ արդեն ձեր կեցավայրում են հայտնվել, ինչ-ինչ հանգամանքների բերումով, երբ եք ձեր ձևով միջամտելու եւ արդեն այդ 10 եպիսկոպոսներին երբ ենք տեսնելու բանտերում։ Դուք ներողություն եք խնդրում Հիսուս Քրիստոսին նրան մենակ թողնելու համար, երբ եք ներողություն խնդրելու, ավելի ճիշտ ոչ թե ներողություն խնդրելու, այլ այս դեպքում պատասխանատվության ենթարկվելու նրա համար, որ բազմահազար ձեր քաղաքացիներին դուք իրենց վշտի հետ մենակ եք թողել։ Նրանք այդ վիշտը ապրել են ձեր որոշումների հետևանքով։ Կառավարության առաջ քիչ առաջ պարոն Փաշինյան իր զոհված որդու լուսանկարը ձեռքին մի կին
արցունք աչքերին փափագում էր ձեր այդ հանդիպման համար։ Խաբեության զոհ էր դարձել որդու գերեզմանակարի հետ կապված եւ այսպես տարբեր ատյաններով 3 տարի շրջում է արդարադատություն չի տեսնում ձեր երկրում։ Ձեր հազարավոր քաղաքացիներ չեն տեսնում ձեր ներկայությունը իրենց կյանքում լավ առումով, դրական առումով, ոչ թե բացասական։ Երբեք պատասխանատվության ենթարկելու այդ քաղաքացիներին մենակ թողնելու համար։ Շնորհակալություն։ Ուրեմն նախ ասեմ ես, որ ես զոհվածների, անհետ կորածների, հարազատների հետ հանդիպում եմ այնպիսի պարբերականությամբ, որի մասին դուք պատկերացում չունեք, որովհետև մենք չենք լուսաբանում այդ հանդիպումները, որովհետև մենք չենք անում այդ հանդիպումները PR անելու համար։ Երկրորդը, ես ձեզ ասացի, որ այն օրվա երթին օրինակ այդ թվում եկեղեցիներում, պատարակների ժամանակ բազմաթիվ զոհված զինծառայողների հարազատներ են մասնակցում եւ նրանք հաճախ գալիս են իմ կոչով։ Դուք չեք նկատում այդ մարդկանց։ Ես այդ թվում ամեն օր քաղաքացիներից տասնյակ նամակներ եմ ստանում, տասնյակ նամակներ։ Եվ պատասխանում այդ նամակներին, եթե հարկ լինի դա ապացուցել, դա նաև կարող եմ ապացուցել, եւ ես բոլոր այդ մարդկանց կարիքները գիտեմ, եւ գիտեք, ասում եք, դեպքեր կան, որ վարչապետը ուզենա արդարադատություն չի կարող իրականացնել, եւ դա է ինստիտուցիոնալ պետությունը, երբ որ ինստիտուտները իրենց տեղում աշխատում են։ Չնայած մյուս կողմից ես տասնյակ նամակներ եմ վերահսկագրում արդարադատության նախարարին, գլխավոր դատախազին, քննչական կոմիտեն, նրանց խնդրելով ուշադրություն դարձնել քաղաքացիների նամակներին եւ որևէ պատասխան կամ իրենց տալ կամ ինձ ուղարկել որևէ ինֆորմացիա։ Իմիջիալոց այսօր Facebook-ի էջում մի հատ բան է գրել քաղաքացիներ նամակ գրել ինձ, որ տենց խաբեության զոհ է դարձել եւ ես ուղղակի ամենալավ արարքը համարեցի այն արձագանքը, որ Facebook-ից էջում դնեմ, մարդիկ կարդան, որ թե ինչ սխեմաներ են գործում եւ մի քիչ զգուշ լինեն եւ տենց հեշտությամբ չտրվեն վստահության, որ փողեր փոխանցեն, 2 անգամ 1000 դրամ ստանան, հետո դրա դիմաց միլիոններ փոխանցեն ու խնդրի առաջ կանգնեն։ Ինչ վերաբերում է մնացած խնդիրներին, ես նկատի ունեմ ամեն օր, բառացիորեն ամեն օր, ես տասնյակ քաղաքացիների նամակներ եմ պատասխանում։ Ես առավոտյան ժամը 5-ին արթնանում եմ ամեն օր եւ իմ առաջին գործը ամեն օր տեսնել, թե քաղաքացիները ինչ նամակներ են գրել ինձ եւ ես հաղորդակցության մեջ եմ, այդ թվում զոհվածների ընտանիքների հետ, այդ թվում քաղաքացիների հետ, խաբեության զոհ դարձածների հետ։ Ես չեմ կարող ասել, որ նրանց բոլոր բարձրացրած հարցերին լուծում տալիս են, որովհետեւ հարցեր կան, որոնց լուծման հեղինակը առաջնային ես չեմ, բայց որ ես ինձնից կախված անում եմ, որպեսզի մարդկանց հարցերը լուծում ստանան։ Բնական կան ընտանեկան խնդիրներ, որ վարչապետը ինչ գործ ունի ընտանիքի ներսում տեղի ունեցող իրադարձության։ Մի տուն ունեն, 2 աղբեր չեն կարող կիսեն։ Դա վարչապետը պետք է գնա մեկ էլ սկսի տներ կիսելով զբաղվել։ Ես կարծում եմ, որ ոչ։ Ինչ վերաբերում է ելույթին, գիտեք, այդ ելույթը հայտնի է հրապարակային, ես դրան բազմիցս անդրադարձել եմ, բայց իմիջիալոց ասեմ ձեզ, շատ լավ առիթ տվեցիք։ Այդ ամեն ինչը ես այդ թվում ինչի համար էի ասում։ Այդ թվում նրա համար, որ հավատում էի, որ ահա Հայաստանում տեղի են ունեցել քաղաքական վերափոխումներ, ժողովրդավարություն եւ կարելի է ազգային նպատակների շուրջ համախմբել Սփյուռքի ներուժը։ Հետո Սփյուռքի ներկայացուցիչները իրանք ինձ ուշադրություն հրավիրեցին մի փաստի վրա։ Ասցին այդքան, որ ասում ենք Սփյուռք։ Եկեք նայենք։ Ես բառացիորեն հենց Սփյուռքի ներկայացուցիչն է ինձ։ Ես հետո դրա մասին խոսել եմ հրապարակայինորեն, բայց իրանք են ուշադրությունը հրավիրել։ Եկեք նայենք 92 թվից մինչև 2018 թվականը Հայաստան համահայկական հիմնադրամը առանցքային ինստիտուցիոնալ օղակն է Սփյուռքի հանգանակությունները հավաքելու։ Ինչքան է հավաքել եւ Հայաստանում ինչքան ներդրում է արել։ Հետո պարզվեց, որ այդ ամեն ինչը իրականում մեր բոլորի մոլորությունն է։ Կա տնտեսական հետաքրքրություն, կլինի ներդրում, չկա տնտեսական հետաքրքրություն, չի լինի ներդրում։ Իսկ ինչ վերաբերում է ձեր նշած բարերարին, այդ նշած բարերարը թող էլեկտրաէներգիա ապահովել։ Այդ իմը ասած մեխանիզմների
մեխանիզմների գործարկման բա, որ գումարներ են գեներացվել, այսպես ասած բարերարության համար։ Ոչ մեկ իր հաշվին բարերարություն չի արվի։ Այդ բոլոր բարերարությունները արվել են մեր հաշվին, սպառողների հաշվին։ Էլեկտրաէներգիայի մատակարարման մանիպուլյացիաների արդյունքում յուրացումների եւ գումարներ ձեռք բերելու վարկեր վերցնելու տոկոսներով եւ տոկոսները մեր հաշվին փակելու հաշվին։ Ոչ մի բարերարել չկա։ Մոլորություն է եղել դա։ Դա ձեր մոլորությունն է։ Ես կարծում եմ, կներեք դուք բանը չեք հետևել բաներին, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նիստերին չեք հետևել, բա ո՞նց եք տենց բաներ ասում։ Այսինքն ենթադրենք հիմա թաքուն բաներ ասեմ, կասեք թաքուն բան, բա հեծը տվյալները հրապարակում, հաղորդագրությունները, դուք այդ ամեն ինչի չեք հետևում։ Իսկապես շատ զարմանալի է, լուռ է մամուլը, ոչ մի բան չի նկատում։ Այդ ինչի չեք նկատում, հետաքրքիր է։ Ինչն է ազդում ձեր տեսողության վրա եւ լսողության վրա։ Հետաքրքիր է։ Եթե կարիք կա առողջության ապահովագրության համակարգը, հույս ունեմ շահառու եք եւ կարող եք ձեր տեսողությամբ եւ լսողությամբ առնվազն չեկապ անել։ Դե այդ դեպքում հարցերը ավելի են թանձրանում, բայց այդ ինչի չեք նկատում, այդ ինչի չեք լսում։ Հենց այդ եմ ասում, դուք ուրիշ բան եք տեսնում, ուրիշ շատ ընդհանրապես 15 րոպե մնացել միջ ավարտը եւ 6-ից ավելի գործընկերներ ունենք։ Սա նշանակում է, որ որոշների կարծիքը չեն հնչում, որովհետեւ մյուսները մարդը չեն բախում։ Ես ներողություն եմ այդ գրանցողներից, Հարցը 14 րոպե ունենք, որից հետո պետք է Դե ես կարծում եմ, եթե զրկել են, դրա համար հիմքեր կան։ Ի վերջո դա բանի հարց չի, դա իրավական գործընթաց է, եթե իրավական հիմքեր չլինեին, չէին անի։ Ես չգիտեմ, մանրամասներ չգիտեմ, եթե արել են, ուրեմն հիմքեր կան, եթե հիմքեր չկան, դատական կարգով թող բողոքարկեն։ Հաջորդ հարցը Պարոն Փաշինյան, քիչ առաջ էլ հայտարարեցիք, որ եկեղեցին ոմանք փորձում են օգտագործել որպես հենման կետ Հայաստանի Հանրապետության դեմ գործելու համար։ Ուղիղ կասեք, ովքեր են ոմանք, եւ եթե անուն կամ փաստ չի ներկայացնում, չի ստացվում, որ մերկապարանոց հայտարարություն եք անում, եւ վերջերս ՀԱՊ գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Հայաստանը շուտով կվերադառնա ՀԱՊ, նշելով, որ դրա համար կան անհրաժեշտ բոլոր պայմաններն ու նախադրյալները, ինչ որոշում կա Հայաստանը դուրս կգա ՀԱՊ-ից, թե կապասառեցնի իր անդամակցությունը։ Իմիջայլոց նախորդ հարցին պատասխան ես չանդրադարձա, երբ որ ասում եմ, որ եպիսկոպոսները դավաճանել են Կտրիչ Ներսիսյանին։ Կտրիչ Ներսիսյանն է դավաճանել հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցուն եւ Հիսուս Քրիստոսին։ Եվ հավատավոր հետևորդներին հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու։ Ինչ վերաբերվում է, գիտեք ինչ, ինչքան փաստեր են հրապարակում, էդ էլ է։ Այսինքն տպավորությունն է, որ ոչ մի փաստ հրապարակված չի։ Հրապարակված են այդ փաստերը։ Նախորդ անգամ մի րոպե, նախորդ անգամ ասացիք, որ Եզրաս Ներսիսյանի ԿԳԲ-ի գործակալ լինելու վերաբերյալ տվյալը, բա որտեղից ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տվյալ է հրապարակել։ Հիմա էլ ասում են կեղծ է։ Սամվել Խաչատրյանի հետ կապված տեսան, մեկը հարցրել է, ի վերջո Կտրիչ Ներսիսյանը մոռացել են այս պատմությունը ինչից է սկսել, երբ որ եպիսկոպոսները խումբ է ձևավորվել այդ հարցի քննությամբ զբաղվելու համար։ Եվ երբ որ կաթողիկոսի պաշտոնը զբաղեցնող անձը սկսել է խոչընդոտել այդ քննությունը, այստեղից էլ 10 եպիսկոպոսների գործընթացը սկսել է։ Բա ոչ մեկ չի հարցնում, բա ինչ եղավ այդ պատմությունը։ Բա հանձնախումբ էր ձևավորվել, որը պետքա պարզաբաներ, դա իրականությանը համապատասխանում է, թե չի համապատասխանում։ Բա դա փաստեր է, թե փաստեր չէ։ Որ հայտարարություն։ Խոսքը ասեցի, ածի հայտարարությունը չեք տեսել, ինչ փաստ եք ուզում, Եզրաս Ներսիսյանի մասին հայտարարությունը չեք տեսել, ասում եմ Աշակ Խաչատրյանն էլ իր հետ կապված փաստն է հերքել,
բայց դա նշանակում է դա չի եղել, իհարկե չի նշանակում։ Փորձաքննություն կա ի վերջո, պաշտոնական, արձանագրված եւ Եզրաս Ներսիսյանի հետ կապված փաստներ, դա ուղղակի արտահոսք չի, դա պաշտոնական մարմնի կողմից պաշտոնապես հրապարակված, գաղտնազերծված փաստաթուղթ է։ Դա հերքելով չի։ Հաջորդ հարցը Հապկի հետ կապված ոչ մի բան չունեմ։ Ավելի բան ասել էի, որ ավելի շատ կապասարես ասել անգամ։ Եթե նոր բան ասելու ունենայի, կասեի։ Ինչ որ ասել եմ նախորդ անգամ, ուրեմն դա ուժի մեջ է։ Քանի հարց ունենք, Միչայելոս դուք էլ մի հարց տվեք, որ ես մի հարցի պատասխանեմ։ Պարոն վարչապետ, հայտնի դարձավ, որ Ադրբեջանից կրկին վարելանյութ է գալիս, սա ինչպես է լինում, կառավարությունը բենզին վարելանյութ կրողներին տեղյակ է պահել, ասել է, որ կարող եք արդեն Ադրբեջանից ձեռք բերել, ներկրել, սա արդյոք բոլոր ընկերություններին է տեղյակ պահել, գործընթացը ինչպես եղել, դա հանրության համար անհայտ է, սա կխնդրեմ պարզաբանեք եւ արդյոք Ադրբեջանն էլ հետաքրքրված է հայկական ապրանքներ ներկրելով եւ եթե այո, ապա այս փուլում կոնկրետ որ ապրանքների շուրջ քննարկումներ կան։ Փոխվարչապետերի հանդիպման ժամանակ Ադրբեջանի փոխվարչապետը արտահայտել է պատրաստակամությունը Ադրբեջանի վաճառել նավթամթերք։ Հայաստանի կառավարությունը նախնական ուսումնասիրելով դաշտը այն գործարարներին, որոնք մեր գնահատմամբ հակված չեն լինի դրանից քաղաքական ակցիա սարքել, ասել, որ օրինակ կառավարությունը մեզ ստիպում է, որ մենք Ադրբեջանից բենզին գնենք, իսկ մենք չենք գնում բենզին, որովհետև եւ այլն եւ այլն։ Մենք ասել ենք, որ կա այդպիսի հնարավորություն։ Եվ երկու կողմերի ընկերությունները, եթե չեմ սխալվում, Հայաստանի կողմից երկու ընկերություն կապ են հաստատել։ Միջայլոց ասեմ, բոյկոտի դրսևորում առաջին խմբականակի ներկրման ժամանակ եղավ, որովհետև եղան ցանցեր, ովքեր հրաժարվեցին վաճառել այդ բենզինը, ինչը նշանակում է, որ մեր նախնական մտահոգությունը եւ մտավախությունը ճիշտ էր։ Եվ հիմա 1, 2, 3, 4-ին ես կարծում եմ, որ բոլորի համար հասկանալի կլինի, որ այդ շուկան եւ հնարավորությունը բաց է բոլորի համար եւ ով ուզենա կարող է դրանից օգտվել։ Այսինքն որևէ ուրիշ այլ սահմանափակում չկա։ Հիմա անկեղծ ասած տենց process-ներ կան, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում, թե ինչ ձեռք բերելու եւ ինչ վաճառելու եւ ինչ գնելու հարցում են հետաքրքրված եւ process գնում է, երբ որ նորություններ կլինեն կիմանանք։ Այսինքն կա քննարկում։ Ես գիտեմ, որ նախնական ապրանքախմբերի ցանկեր են փոխանակվել, դեռևս ուսումնասիրության process-ը կա։ Հաջորդ հարցը շարքերություն Պարոն վարչապետ, սահմանազատման գործընթացը ներկայացվում է որպես խաղաղության գործիք, սակայն գոնե այս պահին հասարակության համար պարզ չէ դրա հաջորդ քայլը եւ այս տարվա մասով կոնկրետ ինչ անելիքներ կան եւ արդյոք ամբողջական սահմանազատումից հետո Հայաստանի Հանրապետության իշխան տարածքներից ինքնական դուրս գան ադրբեջանական զորքերը։ Ես երկրորդ հարցին բազմիցս անդրադարձել եմ եւ սահմանազատման գործընթացը հենց դրա մասին է, որ ճշգրտվեն փոխադարձաբար ճանաչված տարածքները Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Դուք գիտեք, որ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում արձանագրված է Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման բազային սկզբունք եւ դա պետքա իրագործվի։ Սահմանազատման գործընթացում գիտեք, որ հանդիպում տեղի է ունեցել եւ հիմա որոշակի աշխատանքային process-ներ են տեղի ունենում եւ պատեհ առիթով սահմանազատումը գործընթացը կշարունակվի, այսինքն հիմա էլ է շարունակվում, բայց ամեն ինչ չի որ գետնի վրա տեղի ունենում, որովհետեւ գետնի վրա իհարկե տեղի կունենա, որովհետեւ հատկապես կապուղիների եւ թրիփ ծրագրի մեկնարկի համատեքստում առնվազն պետքա սահմանի հատվածները սահմանագծվեն, որպեսզի կոմունիկացիաները սկսեն աշխատել եւ այո, ես գիտեմ, որ ակտիվ աշխատանք է գնում
գետնի վրա երբ որ լինի համապատասխան տեղեկատվությունը կլինի։ Նկատի ունեմ նախատեսված է, բայց ինքը նրբություններ ունեցող աշխատանք է, հիմա այդ նրբությունների փաստաթղթային նախապատրաստությունների վրա աշխատանք է տեղի ունենում։ Հաջորդ հարցը Պարոն Փաշինյան, դուք ասում եք, որ նպատակ ունեք փրկել հայ առաքելական եկեղեցին եւ բարենորոգել։ Հիմա իմ մոտ բնական հարց է հնչում, դուք չեք ուզում հայ առաքելական եկեղեցին փրկել օրինակ Ադրբեջանի գործողություններից, ասպատակություններից, հա։ Մենք գիտենք, որ Ադրբեջանը ամենօրյա ռեժիմով Արցախի տարածքում ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը։ Թե ձեր գործողությունները միտված են նրան, որ եկեղեցուց այդ սեփականությունը Արցախի եկեղեցիների խլվի եւ ավելի հեշտությամբ ադրբեջանցիները այդ գործողությունները իրականացնեն, ավերեն մեր վանքերն ու եկեղեցիները հազարամյա եւ հայ առաքելական եկեղեցին հայց էր ներկայացրել միջազգային դատարան Շուշիի կանաչ ժամի հետ կապված դուք խոսում եք հայցերի հետ քաշելու մասին, փաստորեն եկեղեցին հայցեր է ներկայացրել, արդյոք սա նշանակում է, որ ձեր հակասությունը իրականում սա է հենց կաթողիկոսի հետ, եւ եթե հայցերը հետ չվերցնի եկեղեցին, ինչ եք անելու։ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում կան բազմաթիվ հարցեր եւ այդ հարցերը պետք է անդրադարձ ունենան խաղաղության գործընթացում։ Մենք կենտրոնացած ենք խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման եւ խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման վրա։ Եվ մենք բոլոր հարցերը դիտարկում ենք այս տրամաբանությամբ եւ այս առաջնահերթությամբ։ Ինչ վերաբերվում է ոչ պետական, ոչ միջպետական հայցադիմումներին, դրա հետ կապված ես որևէ մեկնաբանություն չունեմ։ Դուք գիտեք, որ կա կարգավորում խաղաղության համաձայնագրում միջպետական հայցերի վերաբերյալ եւ այդ կարգավորումները ուժի մեջ կմտնեն ստորագրումից եւ ավերացումից հետո։ Իմ վեճը կաթողիկոսի Կտրիչ Ներսիսյանի հետ այն է, ինչի մասին ես հրապարակային խոսել։ Ես ընդհանրապես թաքուն վեճեր չունեմ։ Վեճի ամբողջ իմաստն է նա, որ վեճը, բանավեճը հրապարակային։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, տեղեկություններ վերջերս տարածվեցին, որ տարեսկզբին Հայաստան կայցելի ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը կխնդրենք հաստատել կամ հերքել եւ եթե այո այցելելու է, ապա հնարավոր է, որ այդ այցի շրջանակներում մեկնարկի թրիփ նախագիծը։ Գիտեք, նման մակարդակի այցերի 100%-ով հաստատված լինելը պետք է համարվի դրա մասին պաշտոնական հաղորդագրություն։ Այսինքն եկեք շարժվենք այդ տրամաբանությամբ։ Հաջորդ հարցը Հանդայ Պարոն վարչապետ, Եվրամիության պաշտոնյաներից մեկը, եթե չեմ սխալվում, Կայա Կալասներ, ասում էր, որ Եվրամիությանը Հայաստանի համապատասխանությունը 37% է։ Կարող եք մանրամասնել, որ ոլորտում է, որ այդ համապատասխանությունը ապահովել է այդ 37%-ը եւ որ ոլորտներում է, որ բացերը շատ են։ Ճիշտ ասած չեմ կարող այս պահին բարդ հարց եք տալիս, չեմ կարող այս պահին կոնկրետ ասնել, ճիշտ ասած տեղյակել չեմ, երբ անման բան հայտարարել։ Նախորդ տարվա վերջերին 37%։ Մենք շարունակում ենք հետևականորեն մեր աշխատանքը, որպեսզի համապատասխանության տոկոսը ավելի շատ լինի, բայց ես կխնդրեմ, որ լրացուցիչ տեղեկանք կխնդրեմ, որպեսզի ավելի մանրամասն տեղեկանամ, չէ կոնկրետ տոկոսի մասին չեմ կարող ասել կոնկրետ։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան, Հայաստանն ընդգրկվել է World Travel Index-ի ճանապարհորդության համար աշխարհի ամենապահով երկրների ցանկում եւ 193 երկրների շարքում 13-րդն ենք մենք, որը 90.27 ինդեքսով լավագույնների շարքում է։ Վարկանիշը ցույց է տալիս, որ
այս երկրները առաջարկում են ճանապարհորդության անվտանգություն լավագույն պայմանները։ Այս ուղղությամբ ինչ է արել Հայաստանի Հանրապետությունը եւ ինչ քայլեր են շարունակվելու իրականացվել, որպեսզի մենք բարելավենք մեր դիրքերը։ Մենք շարունակելու ենք բնականաբար իրավակարգի ամրապնդման ուղղությամբ արտաքին եւ ներքին անվտանգության մակարդակի շարունակական բարձրացման ուղղությամբ մեր աշխատանքը եւ համոզված եմ, որ այդ աշխատանքի արդյունքները, այդ դիրքերը ավելի կբարելավեն։ Շնորհակալ եմ։